Մի անհանգստացի, դու բանակում չես ծառայելու։ Մի քանի օրից այդ հարցը կլուծվի։ Հանգիստ եղիր։ Այդպես դատապարտող հայացքով ինձ մի նայի։ Ես թույլ չեմ տա, որ Լևոնի հետ տեղի ունենային, ինչի մեծ տեղի ունեցավ։ Ես քեզ հետ ինչ տեղի ունեցավ։ Առանց մեր կարծիքը հարցնելու մեզ Մոսկվայից բերեցիր Հայաստան ու գնացիր Ղարաբաղ։ Շատ լավ իմանալով մամայի լուրջ առողջական խնդիրների մասին։ Ու այն ժամանակ, երբ նրան մշտական խնամք էր պետք, թանկարժեք դեղ էր, դու մեզ մենակ թողեցիր ու գնացիր հայրենիքդ պաշտպանել։ Գնա։ Մամացավ! Որի ճիշտ դու նրան սպանեցիր քո անտարբերությամբ։ Որովհետև քո հայրենիքն ու զինվորները քեզ համար ավելի կարևոր էին, քան սեփական ընտանիքը։ Հա գնել, կարևոր էին։ Եթե դու այսօր չես դարձնում ռումբերի պայթյուններից, այդ հենց այդ զինվորների շնորհիվ է, որ իրենց կյանքը զոհեցին քո նմանների համար։ Իմ երեխու կյանքը իմ համար ամենաթանկ բանն է այս աշխարհում։ Դու կարծում ես այն զոհված տղերքի ծնողների սիրտը չի մղկտացել։ Չէ, տղերքը ապրել չէին ուզում, ամուսնանալ, երեխաներ ունենալ։ Ոչ ոք պատերազմ չի ուզում գնել։ Ոչ ոք չի ուզում, որ իր զավակը գնա ու կյանքը զոհի։ Բայց եթե այսօր դու քո սահմանը չպահեցիր, վաղը թշնամին տանը դուռն է ջարդելու։ Ով ուզում է թող գնա կռվի։ Իմ տղեն չի ծառայելու։ Չեղավ գնել։ Չեղավ։ Այդ մտածելակերպն է, որ մեր տունը քանդել է միջև հիմա։ Ու այն հսկա երկրից մի բուրդ քարքարոտ հողակտոր է մնացել։ Թող կռվեն, թող ծառայեն, թող զոհվեն, բայց ոչ մեր երեխաները։ Այդպես չի լինում գնել։ Այս երկրից պետություն ստեղծելու համար աշխարհի ամեն մի հայ պիտի արյուն ու քրտինք տապի։